Գիտեք ինչ, դա ամենամեծ ճնշումներն էին գործադրվում, որ ինֆորմացիան չհրապարակվի, ինչու, որ իրենք հանրության աչքի առաջ թույլ չերևան հանկարծ, որ ցույց գան նստել մենք ուժեղ տղերք ենք այսպես։ Բայց տեսնում ենք, ասենք, արդյունքը որն է։ Դրա համար է ես կարծում եմ, որ այստեղ պատասխանատվությունը առաջին հերթին գլխավորը հենց Հայաստանի իշխանությանն է, որը թաքցնում է մեր հանրությունից այս կարևորագույն տեղեկությունները։ Պատասխանեցի հարցերին։ Մենք ինչ ենք անում, ես արդեն նշեցի, մենք ինչ նախ այս առաջնահերթ այս հարցերը բերվելու են մի անգամից միջազգային օրակարգ։ Մենք օգտագործելու ենք բոլոր միջազգային մեխանիզմները, մենք արդեն դիմել ենք, մասնավորապես առաջիկայում կհրապարակենք շատ կոնկրետ, արդեն ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիտե ենք դիմել կոնկրետ մեր բնակավայրերի բնակիչների անունից հայցեր ենք ներկայացրել, այդ հայցերը ունեն ընթացք արդեն, դրանով մենք բերում ենք միջազգային օրակարգ։ Երբ մենք ներկայացնում ենք այդ հայցերը, մենք նայեցինք, տեսանք ոչ մի տեղով չկա մեր սահմանային հարցերը, ոչ մի տեղ չի քննարկվում։ Դրանից բացի նաև, բացի միջազգային այս համակարգերը օգտագործելու, ուժեղացնելու ենք մեր բանակը։ Եթե մենք չունեցանք ուժեղ բանակ, մենք չենք ունենալու ուժեղ անվտանգություն, ուժեղ տնտեսություն ու երկիր, ամուր երկու ոտքի վրա կանգնած երկիր։ Մենք պետք է ունենանք ամուր երկիր, ամուր անվտանգության համակարգ, եւ դա պետք է լինի մեր ամուր հզոր բանակով, որը պետք է լինի մոբիլ, որը պետք է լինի ժամանակակից պահանջներին համապատասխան եւ հիմնված ժամանակակից տեխնոլոգիաների վրա։ Մերիման 24-ից, պարոն Թաթոյան, դուք ներխուժումների մասին խոսեցիք, ներկայացրիք, նաև ձեր խոսքում էլ նշեցիք, որ օրվա իշխանությունները հղում են անում սահմանազատման եւ սահմանագծման գործընթացներին, նշեցիք նաև, որ միջազգային ատյաններում, միջազգային հարթակներում եք ներկայացնելու այս իրողությունները, բայց մենք ժամանակին նաև տեսել ենք միջազգային հանրության արձագանքը կապված Արցախի հետ, Բերձորի միջանցքը փակելու, ՄԱԿ-ի արդարադատության որոշման չկայացումը եւ դրան արդեն հաջորդական քայլերը, որոնք տեղի են ունեցել, եւ եթե օրինակ միջազգային հանրությունը պատշաճ չարձագանքի այդ դեպքում որոնք են քայլերը լինելու եւ արդյոք հիմա չի ստեղծվել մի այնպիսի իրավիճակ, որ ցանկացած այլ քայլ կամ դրսևորում, քանի որ դուք նշեցիք, մենք տեղում որոշում կայացնելու հմտություն պետք է կարողանանք ունենալ, որ նոր ագրեսիային հիմքի կարող է հանգեցնել եւ մեկ ոչ այս օրակարգի վերաբերյալ հարց, դուք օրերս հուշագիր ստորագրեցիք Հայաքվե նախաձեռնության հետ եւ միասին եք ընտրություններին գնալու, ինչու հենց Հայաքվեն, ինչն է ձեզ միավորում։ Շնորհակալություն։ Նախ անդրադառնանք Արցախից, դուք նշեցիք Արցախի հետ համեմատեցիք եւ միջազգային արձագանքները։ Տեսեք, ակնհայտ էր, որ Արցախի հետ կապված Հայաստանի իշխանությունը ոչ միայն չէր անում անհրաժեշտ քայլեր, այդքան հայտարարում էր մենք ենք անվտանգության երաշխավորը եւ այլն, բայց ոչ միայն ոչինչ չէր անում, այլ հիշում եք հայտնի ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում ելույթից առաջ Հայաստանի կառավարության ղեկավարը ինչ ասեց, որ ոչ մի վտանգ չի սպառնում Արցախի բնակչությանը։ Թաքցնում էին փաստեր միջազգային հանրություն, այսինքն նաև խոչընդոտում էին։ Հիմա մենք ասում ենք, որ այս ամենը բերելու ենք համար մեկ միջազգային օրակարգ է դառնալու։ Մեզ համար սա մեր երկրի ով կարող է աշխարհում ասել, որ ես չեմ կարող իմ երկիրը պաշտպանել։ Հրտեսեք ինչ է անում, նորից եմ ասում, կտրատում է կտոր, ադրբեջանական վերահսկողության տակ է ամեն ինչ անցնում։ Կտոր եւ շատ վստահ քայլերով գալիս են առաջ։ Այսինքն, որևէ մեկը աշխարհում կարող է ասել, թե ես ինչ եմ իմ բանակը ուժեղացնում պաշտպանության նպատակով, որ իմ երկիրը պաշտպանեմ, ապահով պահեմ, որևէ մեկը կարող է ասել, որ ներխուժումներից ես չեմ կարող իմ երկիրը պաշտպանել, սա դրա համար կան ժողովուրդ ջան միջազգային բոլոր մեխանիզմները, այստեղ ոչ մի այլ այսպես դուք եք ասում այդ ագրեսիայի հիմքեր նման բանի մասին ընդհանրապես խոսք չի։ Ես ուզում եմ ասել, որ դրա համար է, որ այս իշխանությունները մեր ժողովրդի վրա վախ են վաճառում։ Նրանք վախով են, հիմա էլ նախընտրական քարոզչության ժամանակ նրանց քարոզում են վախից ելնելով ընտրել։ Նրանք վախի մեջ են պահում մեր ժողովրդին։ Իսկ ես ասում եմ, ժողովուրդ ջան, հանկարծ չմտածեք, բոլոր լուծումները կան, բոլոր միջազգային մեխանիզմները կան, չնեղվեք հանկարծ, պետք չի հուսախաբվել, ընկրկել,
Կան միջազգային, կան մարդիկ, որոնք պատկերացնում են այդ լուծումները։ Դրա համար պետք են մասնագետներ, դրա համար պետք է մասնագետ, ոչ թե որ հետին գնա ամենավտանգավոր իրավիճակներում ներքին քարոզով կուկուրուզ ուտելով ու պերաշկի ուտելով զբաղվեն, այլ երկրի պաշտպանությամբ զբաղվել, գիշեր-ցերեկ, օրը 24 ժամ ունի, պետք է աշխատել օրը 48 ժամ, որ կարողանանք մեր երկրի հարցերը լուծել։ Եվ ես վստահ եմ, որ գտնելու ենք այդ լուծումները։ Դրա համար մենք պետք է լինենք հետևողական, եւ մենք լինելու ենք հետևողական այս հարցերում, որտեղ առանց դրա մեր երկրում ոչ կարող է լինել խաղաղություն իրական, որևէ այլ բան չի կարող լինել։ Ինչ վերաբերում է մեր համագործակցությանը եւ հուշագիրեր կնքելուն, տեսեք, մենք այո, համագործակցության հուշագիր ենք կնքել Հայաքվե ազգային քաղաքացիական միավորման հետ, որովհետեւ նրանց գործունեությունը, նաեւ արժեքային գործունեությունը, նշանակությունը մեր ազգային շահերի պաշտպանության հետ կապված կարևոր էր, մենք դա ենք կարևորում, բայց եւ նրանց նաեւ մասնագիտական ներուժը, մարդկային ներուժը, բայց միայն Հայաքվեն չէ, մենք երբ սկսեցինք մեր գործունեությունը հոկտեմբերի 8-ին հայտարարեցինք Միասնության թվեր քաղաքական նախաձեռնության մասին, մեզ այդ գրեթե անմիջապես հուշագիր կնքեցինք, սկսեցինք իրար հետ աշխատել Շանթ Դաշինք կուսակցության հետ, պետք է ասեմ շատ մեկ օրգանիզմի պես աշխատում ենք եւ իբրև մեկ մարմին, մեկ ինստիտուտ, այն հարցերը, որոնք մեր առաջ դրել ենք, մենք դրանք տանում ենք առաջ, նույնպես կարևոր է, որ մեր այստեղ արժանքային համագործակցություն կա եւ շահերի համընկնում։ Այստեղ մենք նաեւ համագործակցում ենք եւ հուշագիր ենք ընկել առաջ արժանապատվության շարժման հետ, երիտասարդների հետ, ովքեր ներկայացնում են մարզեր, Արմավիր, Արարատ, Տավուշ, տարբեր մարզերի երիտասարդներ են, մասնագետներ են, դասախոսներ, որոնք հստակ պատկերացնում են նաև երկրի ինչպես կարող ենք գնալ առաջ եւ մենք ունենք մեզ նաև միացած զինվորականների խումբ, մենք ունենք հասարակական տարբեր կազմակերպություններ, հիմնադրամներ եւ այլն եւ շարունակելու ենք այսպես այս միասնության ճանապարհով մեր ընթացքը։ Մերի Հակոբյան, Նյուզեյեմ։ Պարոն Թաթոյան, արդեն 5-րդ օրն է հարևան Իրանում պատերազմ է, Իրանում ստեղծված իրավիճակը ինչպես կարող է ազդել Հայաստանի անվտանգային խնդիրների եւ տնտեսական խնդիրների վրա, եւ երկրորդ հարցը ներքաղաքական կյանքին է առնչվում։ Օրեր առաջ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարությամբ է հանդես եկել եւ նշել, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններում ընդդիմադիրները կարող են հաջողության հասնել, եթե բոլորը հավաքվեն Սամվել Կարապետյանի շուրջ։ Նրա այս հայտարարությունը ինչպես եք գնահատում եւ նման սցենարը հնարավոր համարում եք։ Իրանում ստեղծված իրավիճակի հետ կապված բնականաբար սա մեզ համար անչափ կարևոր պետք է լինի մեր բարեկամ Իրանում իրավիճակի կայունությունը, ցանկացած զոհեր, պատերազմ ինձ համար անընդունելի է, առհասարակ, որտեղ անմեղ մարդիկ են զոհվում եւ ես կարծում եմ մենք հատկապես պետք է հիմա կենտրոնանանք նրա վրա, մեր անվտանգային մարտահրավերների վրա, որ այս պայմաններում, երբ տարածաշրջանը այս աստիճան եռում է, մենք ինչ ենք պատրաստվում անել եւ հələ տեսեք դուք այս աստիճան եռալու պայմաններում ինչ պահվածք են ցույց տալիս Հայաստանի Հանրապետության իշխանությունները։ Ինչ վերաբերում է առաջին նախագահին, դա նրա դիրքորոշումն է, պարոն նախագահի, մենք ունենք մեր օրակարգը, գնում ենք առաջ ըստ հայտարարված օրակարգի։ Պարոն Թաթոյան, քանի որ ներխուժումների հետ կապված հայտարարություններ արեցիք, որոնք դժվար է շատ մարսել, ուզում եմ հասկանալ, ներխուժված տարածքներում են թաքստոցներ կառուցել, թե իրենց հատվածում պատկերը ինչպիսին է, այսինքն այդ ամրաշինական աշխատանքները, որ կատարվել են հենց մեր սուվերեն տարածքում եւ նաև ասացիք, որ ամեն կերպ պայքարելու եք, պայքարելու
ձևերից մեկն էլ կարծեմ համարում եք միջազգային քրեական դատարան հայցեր ներկայացնելը եւ իշխանությունը գիտեք առհասարակ հայցերը միջազգային ատյաններից հետ քաշելու ճանապարհով է գնում։ Ինչպես եք դա պատկերացնում, ինչպես եք անելու այս հարցերին, եթե պատասխանեք նաև ներքաղաքական հարցեր տամ հետո։ Շնորհակալություն թաքստոցների հետ կապված։ Նայեք, եւ մեր տարածքների։ Վարդենիս համայնքում այնինչ ես ներկայացրեցի, բացառությամբ այս պահի դրությամբ այդ թաքստոցների, ինչը մենք հայտնաբերել ենք արբանյակային լուսանկարներով, մնացած ամբողջը մեր տարածքում է Հայաստանի Հանրապետության։ Նոր դիրքի կառուցում եւ ներխուժում, դրանով վերահսկողության հաստատել մեր գյուղերի նկատմամբ լրացուցիչ, սոտքի հանքավայրի նկատմամբ, արոտավայրերի նկատմամբ եւ այն ճանապարհի նկատմամբ, որը մեր զինվորականները օգտագործում են, որը լրացուցիչ վտանգներ բերելով, կյանքի համար վտանգներ բերելով ոչ միայն մեր քաղաքացիական բնակչության համար, էգզիստենցիալ պարզապես, այլ նաեւ մեր զինվորականների համար, նաեւ հոգեբանական ճնշման հնարավոր հարց է։ Մյուսը դուք հիշում եք այն ռազմավարական ճանապարհը, դրանք կոչվում են նաև այն օպերատիվ, այսպես մարտավարական, ռազմավարական նշանակության ճանապարհը, որ իրենց դիրքերի միջև կառուցել են Վարդենիսում, դա նույնպես մեր տարածքն է։ Իրենց տարածքում է միայն, այսպես սահմանի գրեթե հենց անմիջապես սահմանին է, անմիջապես այդ թաքստոցները, որ նախատեսված են, բայց այդ թաքստոցները, որ նրանք տեղակայել են, բնականաբար հենց այնպես չի տեղակայված։ Դրանք Հայաստանի, մենք սլակներում էլ այսպես ցույց ենք տալիս, որ դրանք Հայաստանի Հանրապետության գյուղերի, մեր բնակավայրերի նկատմամբ վերահսկողություն սահմանող տարածքներ են։ Եվ դրանք ոչ միայն թաքստոցներ են մեքենաների համար, դրանք նաև կարող են օգտագործվել հարձակման նպատակներով, ինչ որ իրենց կոմունիկացիաները այսպես բարելավեն դիրքերը։ Այդտեղ կարող են անգամ մեքենաների թաքստոց օգտագործվել ներթափանցման հնարավորություններով եւ այլն։ Իսկ սրանք հարցեր են, որ Ադրբեջանը, եթե այո, իրենք կարող են ասել իրենց պաշտպանական, կարող են ասել, բայց ես կարծում եմ, նաեւ դա արվել է այս անվտանգության խնդիրներն առաջացնելու համար։ Մնացածը ջերմուկի հատվածը, այնտեղ մենք ցուցադրեցինք երկու դիրք, որը իրենց տարածքում է, բայց մեր կարծիքով այնպես է արված, որ բնականաբար Հայաստանի անվտանգության համակարգը խաթարում է, եւ մյուսները մեր տարածքներում են նորից, ինչպես արդեն ցույց տվեցի, ականանետային դասակների համար նախատեսված դիրքերը եւ գիտեք այս ամենը նաեւ նպատակ ունի քաղաքական ճնշման ենթարկել Հայաստանի Հանրապետությանն, այսինքն օրինակ տարբեր որոշումների, աշխարհաքաղաքական կողմնորոշումների, որոշումների կայացման հարցում, թեկուզ ներքաղաքական որոշումներում ազդելու համար, օրինակ Նիկոլ Փաշինյանի գործողությունների վրա կամ Հայաստանի իշխանությունների, նրանք կարող են սա որպես քաղաքական ճնշման, եւ ես վստահ եմ օգտագործելու են, որպես քաղաքական ճնշման միջոց Հայաստանի Հանրապետության նկատմամբ։ Եվ որտեղ ակնհայտ է Հայաստանի իշխանությունը գիտի, չէ՞ ինչ են արել։ Թեկուզ թույլ են տվել, որովհետեւ իրենց տարածքներում իրենց համար դա քաղաքական խնդրեմ կլիներ, եթե հանգարտ եւ չէին էլ կարողանալու, որովհետեւ Ադրբեջանից ակնհայտ կախված է Հայաստանի իշխանությունը եւ պարզ է, որ չէին էլ անելու։ Բայց մյուս կողմից էլ նրանք գիտեն, չէ՞, որ այսպես ներթափանցել են Հայաստանի անվտանգության համակարգը, ցանցի պես բացել են ուղղակի, պարզ է, որ գիտեն ինչերի են ընդունակ։ Եվ պարզ է, որ սա ճնշման միջոց է լինելու Հայաստանի Հանրապետության նկատմամբ։ Ստացվում է չկրակելու գինը, որով պարտանում են, ամփոփում են եւ այլն, հետագայում կրակելն է։ Ոչ թե կրակելն է հետագայում գինը, այլ դրա գինը ներխուժումն է եւ Հայաստանի Հանրապետության տարածքը կտոր կտրելն է եւ սա է։ Ինչ վերաբերում է միջազգային քրեական դատարան եւ հայցերին, Ադրբեջանի նախագահը անընդհատ խոսում է հանցագործություններից, իբր թե մենք ենք նրանց նկատմամբ կատարել, չէ՞, եւ անընդհատ այդ հարցը բարձրացնում է։ Եվ սպառնում է այդ կեղծիքը թեման Արևմտյան Ադրբեջան եւ այլն, ինքը հենց դրա հետ է կապում։ Հիմա ես նաև Ադրբեջանի նախագահին ուղղված առաջարկներ եմ հրապարակել։ Ասում, եթե այդքան վստահ եք, որ դուք ապացույցներ ունեք, որ մենք այդպիսի հանցագործություններ են կատարել ենթադրաբար, եկեք գնանք միջազգային քրեական դատարան, դուք գնացեք մի երկիր գտեք, չեք վավերացրել այդ կանոնադրությունը, գնացեք մի երկիր գտեք, այդ ուրիշ երկրով եկեք դիմեք Հայաստանի դեմ միջազգային քրեական դատարան։ Տեսնենք հələ ով է հաղթելու, որ մեզ այդքան սպառնում են, որտեղ նրանք իրենց ռազմական սպառնալիքների հիմքում նաև դնում են դա։ Իսկ Հայաստանը վավերացրել է միջազգային քրեական դատարանի
կանոնադրությունը, բայց այս իշխանությունն էլ չգիտես ինչի այդպես վավերացել է ու դրել նստել է վրան։ Հիմա միջազգային հայցերի հետ կապված դուք ասում եք, այո, մենք չենք պատրաստվում ոչ մի միջազգային հայց հետ քաշել, որտեղ դրանք մեր քաղաքացու իրավունքների պաշտպանության համար են, դրանք մեր երկրի անվտանգության համար են, այլ հակառակը հարկ եղած դեպքում իհարկե ներկայացրել ենք նոր հայցեր, որտեղ դրանք մեր իրավունքների պաշտպանության համար են։ Պատյան եւ երկու ներքաղաքական հարց, դուք ասում եք մեկը Ռուսաստանի թեկնածուն է, մյուսը Արևմուտքի թեկնածուն է, դուք Հայաստանի Հանրապետության վարչապետի թեկնածուն եք, խնդրում եմ փակագծերը բացեք, ում կոնկրետ նկատի ունեք, ով ում թեկնածուն է, եւ երկրորդ հարցս վերաբերում է նրան, որ դուք կարծես թե Սամվել Կարապետյանին թիրախավորել եք հաշվի առնելով նաեւ ձեր այն հայտարարությունը, որ մեկ մարդու համար սահմանադրություն չի կարելի փոխել, այդ արատավոր պրակտիկայից պետք է հրաժարվենք։ Խնդրում եմ այս առումով եւս փակագծերը բացեք։ Շնորհակալություն։ Սկսենք նրանից, թե ով ում թեկնածուն է։ Ակնհայտ է, որ Ադրբեջանի թե ով է Ադրբեջանի թեկնածուն, ես նկատի եմ ունեցել Նիկոլ Փաշինյանին եւ դա ինձ համար ակնհայտ է եւ ավելին Ադրբեջանը անգամ չի թաքցնում, որ իր թեկնածուն համար 1 աջակցության, այսպես թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է։ Մնացածը ինչ որ ասել եմ, ես կներեք, բայց կթողնեի ձեր երևակայությանը առաստարակ։ Ինչ վերաբերում է Սամվել Կարապետյանին։ Տեսեք, Սամվել Կարապետյանը հանրահռչակ մեր հայրենակիցն է։ Սամվել Կարապետյանը կարևորագույն անգնահատելի, անուրանալի գործեր է արել թե Հայաստանի, թե Արցախի համար։ Ես շատ լավ հիշում եմ Արցախում հիվանդանոցը, ինչ ժամանակակից վիճակում էր եւ ինչ հզոր դեր կատարեց մարդասիրական պատերազմի ժամանակ, դրանից առաջ։ Ավելին անգամ մեր Արցախի բալիկներին նաև Սամվել Կարապետյանը հատուկ բարեգործություն էր անում, դրանք ես վերջերս դրա մասին իմացա, որ միայն հարգանքի արժանի է, եւ մենք պետք է հպարտանանք միշտ մեր հայերով, մեր ազգակիցներով, որ նման բարերարներ ունենք, ավելին հիմա նաև Սամվել Կարապետյանը անցնում է շատ իմ կարծիքով խոշոր իրավունքների կոպիտ խախտումներով, անօրինականություններով, ապօրինի դատապարտումը, նրա քաղբանտարկյալ լինելը, որը ես անվանել եմ, որ պարզապես քաղաքական պատանդ է պահվում, որ թույլ չտան կոնկրետ գործունեություն իրականացնի։ Եվ սա այն է, ինչ ես իմ մտածում եմ Սամվել Կարապետյանի մասին, նրա գործունեության մասին եւ բնականաբար իմ կարծիքով սա միայն հպարտության արժանի է եւ նաեւ նրա աջակցությունը հայոց եկեղեցուն նույնպես ունի անուրանալի նշանակություն։ Բայց եկեք մյուս կողմից նայենք։ Խոսքը նախ եկեք այսպես քննարկենք։ Հայաստանի Սահմանադրության փոփոխության հարցը։ Ես որպես իրավաբան խնդիր եմ տեսնում իհարկե նրանում, որ մեկ մարդու համար առաջարկվում է փոխել սահմանադրություն։ Դա ինձ համար անընդունելի է։ Հայաստանի Հանրապետության խնդիրների արմատը հենց նրանում է, այսքան տարիներ, որ ամեն ղեկավար փորձել է իր համար հարմարեցնել սահմանադրությունը։ Դա ինձ համար անընդունելի է։ Սահմանադրության պահանջը պատահական չէ, որ ամրագրվել է եւ դա պետության անվտանգության համար է կարևոր, հատկապես մենք այսպիսի իրավիճակում ենք գտնվում, որ նման մարտահրավերների պայմաններում իմ կարծիքով դա անընդունելի է եւ այո, ես ճիշտ չեմ համարում դա անելը։ Եթե Սամվել Կարապետյանը եւ նրա ղեկավարած ուժը կհավաքեն այնքան մեծամասնություն, մեր ժողովուրդը կտա մանդատ, որ կկարողանան լուծել այդ հարցը, դե այդտեղ ասենք ինչ կարող ես անել։ Մեր ժողովուրդը տվել է մանդատը հարցը կլուծեն, բայց ես ինքս դա համարում եմ խնդրահարույց, սխալ եւ կարծում եմ այդպիսի որոշումը Հայաստանի Հանրապետության կոնկրետ իրավիճակում շահերի տեսանկյունից ճիշտ չէ։ Հիմա մյուս տեսանկյունից էլ եկեք քննարկենք։ Նայեք, ժողովուրդ ջան, մեր նպատակը այս ընթացքում որն է։ Անդիմության նկատի ունեմ եւ իրական անդիմության մեր բոլորի նպատակը, իսկ ես նաեւ Սամվել Կարապետյանի նրա ղեկավարած ուժի, նույնպես այնտեղ հայրենասեր մարդիկ շատ կան եւ այսինքն որ ես ճանաչում եմ հայրենասերներ են եւ նրանք բոլորիս նպատակը
այնպես անելն է, որ այս իշխանությունը չկարողանա կառավարել 2026 թվականից հետո, իսկ մեր ուժի նպատակն է եւ հաղթել ընտրություններում, նաեւ հայտարարված այսպես նպատակը։ Հիմա այդ տեսանկյունից երբ ես նայում եմ, թե մենք ինչ գործողություններ պետք է չանենք։ Մենք չպետք է անենք գործողություններ, որոնք Նիկոլ Փաշինյանը օգտագործում է որպես հաղթատող կոզր, այսպես ասած։ Եվ ինչը նրան հնարավորություն է տալիս նրան դրական միավորներ է տալիս եւ նա կարող է օգտագործել իր համար։ Տեսեք, 2020-21 թվականի ընտրությունների ժամանակ ինքը ինչ արեց։ Նախկին ներկա դիսկուրսը տարավ եւ մարդիկ գնացին անգամ Նիկոլ Փաշինյանը եւ նրա իշխանության համար քվեարկեցին, ոչ միայն նրա համար, որ նրանք Նիկոլ Փաշինյանի որոշ մեր հայրենակիցների մի մասը նրա օգտին քվեարկեցին, այլ որ դեմ էին, որ այսպես կոչված նախկին իշխանությունները կոնկրետ դեպքում խոսքը վերաբերում է գլխավորապես հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, որպեսզի դրանք վերընտրվեն։ Հիմա ինչ է անելու եւ ինչ է անում Նիկոլ Փաշինյանը շատ ակնհայտ է։ Նրա քաղաքական հենասյուները որոնք են։ Ես դրանք ասել եմ, 3-ն են, որի շուրջ նա ամբողջությամբ կառուցել է իր օրակարգը։ Ռուսներ, նախկիններ, հայոց եկեղեցի։ Եվ նա սրա շուրջ է ամբողջությամբ գործում։ Օրակարգերը նրա քաղաքական, մի հատ ուշադրություն դարձրեք, ամբողջությամբ սրա շուրջ է։ Հիմա նա այս ընտրությունների ժամանակ սա այս ընտրարշավը դարձնելու է օտար ներկայացուցիչներից Հայաստանը փրկելու արշավ։ Կոնկրետ դեպքում Ռուսաստանի գործակալներ եւ այլն ինչ ասած կարող է անունը դնել, դա երկրորդական է իր համար ինքը իր օրակարգն է սպասարկում։ Եվ ինքը ներկայանում է սա, ես կարծում եմ ինքը սա շանս է իրեն դիտում, որպեսզի ներկայանա Հայաստանի փրկչի կերպարով, որ ինքը փրկում է Հայաստանի ինքնիշխանությունը։ Սա ակնհայտ է։ Հիմա տեսեք այս պայմաններում, որ մենք այսքան անվտանգային մարտահրավերներ ունենք, ներխուժումներ, տարածքներից մեր անընդհատ տարածքների գրավումներ Ադրբեջանի կողմից, ինչ ինքնիշխանության փրկիչ Նիկոլ Փաշինյանից։ Մեր ինքնիշխանությունը կործանում է նա ուղղակի։ Մեր անկախությունը մսխում է, կործանում է մեր ինքնուրույնությունը, մեր ազգային ինքնությունը, մեր ազգային պետությունը ամեն օր կործանում է նա, ամեն օր մսխում է։ Մենք ինչի շանս տանք այս մարդուն, որ ինքը գնա ասի ես Հայաստանի ինքնիշխանությունը փրկողն եմ։ Ես Հայաստանը փրկում եմ ուրիշ երկրների քաղաքացիներից, կոնկրետ դեպքում վերանանք օրինակ Սամվել Կարապետյանից։ Ես այսպես եմ այս հարցը դիտարկում եւ իմ այս որոշման, դիրքորոշման մոտիվացիան հենց սա է, որ կարծում եմ մենք պարտադիր պետք է նկատի ունենանք եւ Նիկոլ Փաշինյանին որևէ անգամ չտանք մեր հանրությանը մոլորեցնելու, սպեկուլյացիայի ենթարկելու, նաեւ միջազգային հանրությանն էլ որևէ շանս ու հնարավորություն։ Մերիմնան Արմատ մեդիա, պարոն Թաթյան, ադրբեջանական դիրքերի առաջխաղացման մասին խոսեցիք, որոնք տեղի են ունեցել օգոստոսին, հետաքրքիր է ինչու նախընտրական շրջանում որոշեցիք բարձրաձայնել այդ մասին, եւ երկրորդ հարցս իշխանության գալու դեպքում պատրաստ եք դուք եւս 1 դրամ աշխատավարձով աշխատել։ Շնորհակալություն։ Ինչու այս ներխուժումները հրապարակեցինք հիմա, շատ պարզ, որտեղ նոր ենք բացահայտել։ Շատ պարզ, նոր ենք բացահայտել։ Ընդհանրապես անունը դրա համար դրել ենք հրատապ։ Եվ ես իմ ելույթում մի քանի օր առաջ, երբ հայտարարեցի, որ տեղի ունեցել ներխուժումներ, մենք արդեն նախապատրաստվում էինք տեխնիկապես այս ասուլիսին։ Ինչ որ այս ցույց տվեցի, որտեղ սրա հիմքում մասնագիտական գնահատականներ են, վերլուծություններ են, հաշվարկներ են, որպեսզի մենք կարողանանք մեր հանրությանը հիմնավոր ներկայանալ, հիմնավոր խոսքով եւ բնականաբար դա ժամանակ է ուզում, բայց բնականաբար հենց բացահայտել ենք, անմիջապես ներկայացրել ենք, մենք այդպես ենք միշտ գործել։ Ինչ վերաբերում է 1 դրամ, ասացիք, 1 դրամ աշխատավարձին։ Տեսեք, պետական պաշտոնատար անձը պետք է, այո, աշխատավարձ ստանա պետական բյուջեից։ Դա շատ կարևոր է եւ դա բնական է։ Դա պետական պաշտոնատար անձի նաեւ անկախությունն ապահովող է։ Հակառակ դեպքում, այո, բազմաթիվ հարցեր են առաջանալու։ 1 դրամ աշխատավարձը որտեղից, ուրեմն կախվածություն է առաջանում ինչ-որ միտեղից եւ այլն։ Դա նորմալ է, դա ամբողջ աշխարհում է այդպես, որ 1 դրամ, որ պետական պաշտոնատար անձը պետք է ստանա աշխատավարձ։
որ պետական պաշտոնատար անձը միայն մտածի իր գործառույթների մասին, իր լիազորությունների մասին եւ չմտածի ինչ որ ուրիշ ձևերով սոցիալական իր կարիքները լուծելու մասին։ Եթե ինձ է վերաբերվում, ես չունեմ բիզնես, ես չունեմ այլ աղբյուրներից եկամուտներ, բացառությամբ այն իմ աշխատանքը, իմ միջազգային փաստաբանական աշխատանքը եւ այլն որ կա։ Եվ բնականաբար, երբ ես պետական պաշտոնյա էի, իմ գլխավոր եկամուտները գոյանում էին, որտեղ նաև դասավանդում էի, իմ գլխավոր եկամուտները գոյանում էին բարձրաստիճան պետական պաշտոնատար անձի համար նախատեսված աշխատավարձից։ Այստեղ հարցը ուրիշ տեղում է։ Արդյոք այս աշխատավարձը պետք է լինի այնպեսին, ինչպես օրինակ հիմա այսօրվա իշխանությունն է անում։ Ոչ իհարկե։ Նրանք ինչ են անում։ Նրանք եկել են, Նիկոլ Փաշինյանը իր անմիջական անձնակազմի համար գաղտնագրել է բոլոր ծախսերը, ծախսում են հսկայական գումարներ, աստղաբաշխական գումարներ, իրենց անձնական կարիքների համար, անգամ տանը սպասարկողների, բժիշկների ծառայությունների, չգիտեմ ինչերի համար, անգամ միտեղ գնում երևի հացելուտու միջանան դա էլ են պետական բյուջեով երևի ծախսում, եւ հետո ասում են մենք մի հատ էլ աշխատավարձ են ստանում, մի հատ էլ պարգևավճար են ստանում դրանից։